34 տարի առաջ այսօրը սկզբնավորվեց հայոց բանակը, այնուհետ այն օրացույցում ավելացավ որպես հայոց բանակի կազմավորման օր։ Ստեղծման պահից հայկական բանակը անցավ բազմաթիվ փորձություններով ու պատերազմներով եւ ավելի քան 3 տասնամյակ երկրի անվտանգության երաշխավորն է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհավորելով բանակի կազմավորման տոնի առիթով վարչապետը առանձնացրել է վերջին 7 տարիների ձեռքբերումներն ու բարեփոխումները։ Ըստ Փաշինյանի, վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռքբերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Այդ նպատակին տրամադրվել են ֆինանսական մեծ միջոցներ։ Մեր օրոք մեր բանակը առաջին անգամ ունի գործարանային արտադրության D30, որը մեզնից առաջ ոչ մեկ չի կրակել։ Նախկինում մեր բանակի պատմության ընթացքում նույնիսկ այդ գովական եւ ամենասիրելի D30-ից մենք մի հատ անգամ չենք ունեցել, ու լավ կարող չենք ունեցել, չէ՞։ D30-ից մենք չենք հրաժարվել։ Բայց D30-ը լրացվել է այնպիսի զինատեսակներով, ես հույս ունեմ ձեզնից շատերը տեսել են, բայց համոզված եմ առաջիկայում կտեսնենք։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով զրոյից ձևավորված բանակը տարածաշրջանում մրցունակ էր եւ մինչեւ 2018 թվականը պատվով կատարել է իր առջեւ դրված խնդիրը։ Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաեւ Փաշինյանի մեծաքանակ սպառազինություն ձեռք բերելու մասին հայտարարությանը։ Այդ էր պակաս, որ այս ողբերգություններից, այս անհաջողություններից հետո քայլեր չձեռնարկեին բանակի, ասենք, մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, բայց ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են, ավելի շատ կարող էին իրականացնել։ Թանկարժեք եւ մեծ քանակությամբ ձեռք բերված սպառազինությունը պետք է երևար մարտի դաշտում, փորձարկման ժամանակ նկատում է Օհանյանը։ Լավ կլիներ, որ այդ սպառազինությունը շարք կանգնվեր, յուրացվեր, իսկ դա կարող է արտահայտվել։ Արտահայտել ոչ թե հասարակ ժողովրդին տանենք կանգնած այս սպառազինությունը ցույց տանք, այլ դա կարող է արտահայտվել ստորաբաժանումների ներդաշնակմամբ, դաշտային վարժվածությամբ եւ խոշոր զորավարժությունները, որոնք որ իրենք պետք է ցույց տան զինուշ ծրագրով, եւ նաեւ կարող է արտահայտվել զորահանդեսներով, որ իրենք պետք է կազմակերպեն։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանին սպառնացող վտանգը հաղթահարվել է երկու իրադարձության շնորհիվ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության փոխադարձ ճանաչում Ալմաթիի հռչակագրով եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցում։ Վարչապետը եւս մեկ անգամ մեղադրել է ՀԱՊԿ-ին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ 2022 թվականի դրությամբ մենք նույնիսկ 100 միլիոնավոր դոլարներ ունենք փոխանցած պայմանագրերով, զենքի մեր մատակարարումները չեր արվում։ Իսկ մյուս տեղերում մեզ նաև երկրորդ հիմնավորում, որ բերվում էր մեզ զենքի գործարքներից չանելու համար, այդ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելն էր Հայաստանի Հանրապետության։ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներին падգամավորը արձագանքեց կարճ։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է։ ԵԿՄ նախագահի կարծիքով այժմ գերխնդիրը խաղաղության պահպանումն է։ Բանակի կազմավորման ակունքներում կանգնած Սասուն Միքայելյանը ուսումնասիրել է հայոց պատմությունը եւ բացահայտել է մեր պարտությունների պատճառը։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքում։ Պատմություն ուսումնասիրեք, կիմանաք։ 44-օրյա պատերազմում պարտության համար Միքայելյանը ոչ թե այս, այլ նախկին իշխանությանն է մեղադրում։ Եթե մեր թշնամի 20 տարի զենք ու զինամթերք էր արում ժամանակակից, այդ ում գլխին պիտի թափեր։ Մեր գլխին չէ, բա մեր իշխանությունները ինչ են անում։ Եթե իրանք էլ գիտեն, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլով լուծվի։ Բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ եռաբլուրում էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայրապետը հարգանքի տուրք է մատուցել ու աղոթել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին։ Այնուհետև հոգեհանգստյան կարգ է մատուցվել։
Ամենայն հայոց կաթողիկոսը չի պատասխանել լրագրողների հարցերին, որոնց մեծ մասը կարգալույց եղած եպիսկոպոս Արման Սարոյանի մասին էին, հորդորել է մնալ օրվա խորհրդում։ Երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։